Բարև։ Պատկերացրեք ֆոտոխցիկ, որը կշռում է ավելի քան 3 տոննա ու կարող է լուսանկարել տիեզերքը 3200 մեգապիքսել կետայնությամբ։ Հենց այսպիսի հսկա թվային ֆոտոապարատ է վերջերս տեղադրվել Չիլիում գտնվող Վերա Ռուբին աստղադիտարանի Սիմոնի Սուրվի աստղադիտակի վրա։ LSST ֆոտոխցիկի տեղադրումը նոր դարաշրջան է բացում աստղագիտության մեջ։ Այժմ գիտությունը երկնքի առանձին հատվածների ուսումնասիրությունից անցնելու է ամբողջ հարավային կիսագնդի սիստեմատիկ սկանավորմանը։ Սիմոնի Սուրվի աստղադիտակի այս հզոր աչքը կարողանում է փոխել իր դիրքն ընդամենը 5 վայրկյանում, լուսանկարելով երկինքը յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ։ Մեկ գիշերվա ընթացքում աստղադիտակը լուսանկարելու է երկնքի 10,000 քառակուսի աստիճան հատված, հավաքելով գրեթե տերաբայթ տվյալներ։ Մեքենայական ուսուցման հատուկ ալգորիթմների միջոցով ստացված ինֆորմացիան կվերլուծվի իրական ժամանակում։ Ի տարբերություն ավանդական աստղադիտակների, որոնք կենտրոնացած են առանձին օբյեկտների ուսումնասիրության վրա, Սիմոնի Սուրվին յուրաքանչյուր մի քանի օրը մեկ լուսանկարելու է ամբողջ տեսանելի երկինքը։ Դա թույլ կտա ֆիքսել աստերոիդների շարժը, հետևել գերնոր աստղերի պայթյուններին, ուսումնասիրել մութ նյութը։ 10 տարվա ընթացքում երկնքի յուրաքանչյուր կետ լուսանկարված կլինի ավելի քան 800 անգամ 6 օպտիկական ֆիլտրերով, ինչը թույլ կտա ոչ միայն տեսնել օբյեկտները, այլև վերլուծել դրանց սպեկտրալ բնութագրերը։ Առաջին լույսը, այսինքն առաջին լուսանկարները սպասվում են արդեն այս տարի։ Երկրի վրա ապրած ամենախոշոր գիշատիչներից մեկը մեգալոդոնն էր։ Այս հսկա շնաձկան չափերը համեմատելի էին խոշոր բեռնատարի հետ, իսկ ատամների երկարությունը հասնում էր 18 սանտիմետրի։ Դա ըստ նախկին պատկերացումների։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեգալոդոնն անգամ ավելի մեծ էր, քան կարծում էին հնեաբանները։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մեգալոդոնի մարմինն ավելի սլացիկ ու ջրահոսուն էր, քան մինչ այդ համարում էին։ Բելգիայից ու Դանիայից հայտնաբերված ողերի քարացուկների վերլուծությունը թույլ է տվել վերագնահատել կենդանու չափերը։ Ամենախոշոր մեգալոդոնները հասել են 24 մետր երկարության ու կշռել են մոտ 94 տոննա։ Չնայած իր տպավորիչ չափերին, մեգալոդոնն այնքան էլ արագ չէր։ Գիշատչի արագությունը կազմում էր ընդամենը 2,1-ից 3,5 կմ/ժ, մոտավորապես ինչպես ժամանակակից սպիտակ շնաձկան արագությունը։ Այս բացահայտումը հաստատում է հիպոթեզն այն մասին, որ 5 միլիոն տարի առաջ հայտնված ու ավելի մանևրային սպիտակ շնաձկան հետ մրցակցությունը դարձավ մեգալոդոնի անհետացման պատճառներից մեկը։ Շուրջ երկրյա ճանապարհորդությունները մոդայիկ էին դեռ մինչև մարդու հայտնվելը։ 34 միլիոն տարի առաջ մի խումբ իգուաններ իրականացրել են սողունների պատմության մեջ ամենազարմանալի ճանապարհորդությունը։ Բուսական լաստանավակի վրա դրեյֆելով Խաղաղ օվկիանոսով կենդանիներն անցել են ավելի քան 8000 կիլոմետր ու հասել մինչև Ֆիջի արշիպելագ։ Այսօր նրանց սերունդները իգուանների տեղական ցեղատեսակը տարածված է Ֆիջի ու Տոնգա կղզիներում։ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականների անցկացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ֆիջիում բնակվող իգուանների ամենամոտ ցեղակիցները ամենահարավ-արևմուտքում ու Մեքսիկայում բնակվող անապատային իգուաներն են։ ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ Ֆիջիի կղզիներում ու Կենտրոնական Ամերիկայում բնակվող իգուանների երկու ցեղատեսակի ընդհանուր նախնին ապրել է մոտ 34 միլիոն տարի առաջ։ Դա մեծացնում է օվկիանոսային դրեյֆման միջոցով Ամերիկայից Ֆիջի հասնելու հավանականությունը, քանի որ այլընտրանքային տարբերակները, օրինակ միգրացիան Եվրասիայով կամ Անտարկտիդայով, չեն համապատասխանում հնեաբանական տվյալներին։ Ինչպես են իգուանները կենդանի մնացել նման էքստրեմալ պայմաններում։ Մասնագետները կարծում են, որ նրանք հայտնվել են կենդանիների ձմեռային քուն հիշեցնող վիճակում, դանդաղեցնելով նյութափոխանակությունը, ինչպես նաև սնվել են բույսերի տերևներով ու ցողուններով, որոնցից բաղկացած էր իրենց լաստանավակը։ Այն ժամանակվա օվկիանոսային հոսանքները ստեղծում էին իդեալական երթուղի նման ճանապարհորդությունների համար։ Ջրային հոսանքները իգուաներին Հյուսիսային Ամերիկայի ափի երկայնքով տանում էին արևմուտք, ինչից հետո պասատային հոսանքները նրանց հասցնում էին մինչև Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող արշիպելագներ։ Չնայած բուսական լաստանավակներով կենդանիների օվկիանոսային միգրացիա հանդիպել է նաև նախկինում, ոչ մի տեսակ չէր հաղթահարել նման ահռելի տարածություններ։ Ֆիջի իգուաներն իսկական ռեկորդագիր են ցամաքային կենդանիների թվում։ Ընդ որում վերաբնակեցման այս մեթոդն իգուաներն օգտագործում են մինչև հիմա։ 1995 թվականին Գվադելուպայում փոթորիկը ծովն էր նետում ծառերը։ Դրանցից մեկով 15 իգուան հասել է 270 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անգիլիա կղզի։ Շաբաթվա գիտաֆանտաստիկ գիրքը հատվածում այս անգամ ոչ թե մի գիրք է, այլ մի ամբողջ գրքաշար։ Այսօր կխոսենք Այզեք Ազիմովի հիմնադրում գրքաշարի մասին։ Այն բաղկացած է 7 վեպից։ 1942-ից 1953 թվականները գրված օրիգինալ եռագրությունը, 1982-ից 1986-ը գրված երկու շարունակություններն ու 1988-ից 1993-ը գրված երկու պրիկվելները։
Պատկերացրեք, որ ապրում եք գալակտիկական կայսրությունում, որում ձեզանից բացի բնակվում են տրիլիոնավոր մարդիկ ու որն ընդգրկում է միլիոնավոր աստղային համակարգեր։ Կայսրությունը գոյություն ունի արդեն 12000 տարի, թվում է այն անսասան է, սակայն օրերից մի օր մի մարդ, ավելի ճիշտ հանճարեղ մի մաթեմատիկոս, հայտարարում է, որ կայսրությունը դատապարտված է փլուզման։ Ավելին, նա ունի առաջարկ, ինչպես խուսափել կայսրության փլուզմանը հաջորդող խավարի ու քաոսի 30000 տարիներից ու ընդամենը 1000 տարում կառուցել ավելի լավ, ավելի ամուր կայսրություն։ Այսպես սկսվում է գիտաֆանտաստիկ գրականության մեծագույն շարքերից մեկը։ Ազիմովը սկսել էր գրել հիմնադրումը ոգեշնչվելով Էդվարդ Գիբոնի հռոմեական կայսրության անկման ու կործանման պատմությունը մոնումենտալ աշխատությունով։ Հռոմի փոխարեն նա պատկերացրել է հսկայական գալակտիկական կայսրություն, իսկ պատման շեշտը կործանումից տեղափոխել վերականգնման վրա։ Գրքաշարը մեծ ազդեցություն է թողել ոչ միայն գիտական ֆանտաստիկայի, այլ հենց գիտության վրա։ Օրինակ, ապագայի մաթեմատիկական կանխատեսման հոգեպատմություն կոչվող գիտության գաղափարը ոգեշնչել է սոցիալական գործընթացների կանխատեսմամբ զբաղվող ժամանակակից հետազոտողներին։ Բացի այդ, հիմնադրումը ոգեշնչել է Դյունայի աստղային պատերազմների ու այլ էպիկական ֆանտաստիկ աշխարհների հեղինակներին։ Սա մի մեծ փիլիսոփայական սագա է իշխանության, գիտելիքի ու քաղաքակրթության ճակատագրի մասին։ Հիմնադրումը ոչ թե աստղային պատերազմների ու ռոբոտների, այլ ռազմավարության, սոցիալական էվոլյուցիայի ու գաղափարների պայքարի մասին է։ Գրքաշարը զարմացնում է իր մասշտաբներով, աշխարհի մանրակրկիտ մշակմամբ ու նրանով, թե ինչպես է Ազիմովը հմտորեն համադրում պատմությունը, ճշգրիտ գիտություններն ու հոգեբանությունը։ Չնայած գրքերը գրվել են տասնամյակներ առաջ, դրանց գաղափարները ակտուալ են հատկապես հիմա։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։